Անցյալ շաբաթ Հայաստան են ժամանել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական IOCOM ընկերությունից, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ IOCOM-ի թիմն ու Հայաստանի կառավարության գործընկերներն ուսումնասիրել են թրիփի տեղանքը, երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը, նշված է դեսպանատան հայտարարությունում։ Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ։ Երկրի արտգործնախարարության հյուպատոսական գործերի բյուրոն հուլիսի 7-ին ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը, ներառելով եւս 20 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը։ Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը եւ վճարեն սահմանված պետական տուրքը։ Համակարգն ընդունում է Visa Mastercard եւ JSAB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։ Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 6-ը։ Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի ազրակ ռազմաբազայի վրա։ Հորդանանի պետական լրատվական գործակալության տվյալներով Իրանի արձակած 8 հրթիռներ են ոչնչացվել։ Այս ամենի ֆոնին հարձակման է ենթարկվել Իրանի Քոնարակում գտնվող ռազմածովային բազան։ Հարվածն իրականացվել է կործանիչներով 2 փուլով։ Շիրազում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է իրանցի բարձրաստիճան զինվորական։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ հարձակման թիրախը եղել է Շիրազում գտնվող ԻՀՊԿ Բասիջ ստորաբաժանման հրամանատար բրիգադի գեներալ Իբրահիմ Մերտազվայ Նասբը։ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 43 միլիոն մարդ, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Հուղարկավորության գործընթացը լրատվամիջոցները որակել են որպես աշխարհի երբևէ տեսած ամենամեծ երթ։ Խամենեիի հուղարկավորության արարողությունը տևել է 6 օր Իրանի եւ Իրաքի մի քանի քաղաքներում։ Իրան են ժամանել շուրջ 100 երկրների ղեկավարներ։ Բուդապեշտում բազմազանոց բողոքի ակցիա է անցկացվել Հունգարիայի նոր կառավարության երկրի նախագահ Թամաշ Շույոգին պաշտոնից վաղաժամկետ հեռացնելու ծրագրերի դեմ։ Ցույցը տեղի է ունեցել նախագահական Շանդոր պալատի մոտ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի եւ նրա Ֆիդեշ կուսակցության կոչով։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հանդես են գալիս ոչ այնքան հենց նախագահի, որքան նախագահության ինստիտուտի պաշտպանությամբ։ Ապրիլին անցկացված ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իշխանության եկած նոր կառավարությունը վարչապետ Պետեր Մադյարի գլխավորությամբ մտադիր է փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ, որոնք հնարավորություն կտան դադարեցնել ներկայիս նախագահ Շույոգի լիազորությունները։ Փոփոխությունները նախատեսում են նաև падգամավորների լիազորությունների ժամկետների սահմանափակում, դատական համակարգի բարեփոխում եւ նորմալնի ստեղծում, որը կհետաքննի Օրբանի նախկին կառավարության օրոք ենթադրյալ ֆինանսական չարաշահումները։ Մադյարը Շույոգին մեղադրում է նաև նրանում, որ Օրբանի կառավարման օրոք նա չի խոչընդոտել ժողովրդավարական ինստիտուտները քանդելուն։ Կառավարությունը պնդում է, որ խորհրդարանում սահմանադրական մեծամասնության շնորհիվ ունի բավարար մանդատ այս փոփոխություններն իրականացնելու համար։ Իրենց հերթին Օրբանն ու նրա կողմնակիցներն այդ նախաձեռնությունն անվանում են օրենքի գերակայությունը տապալելու փորձ եւ առաջին քայլ դեպի բռնապետության հաստատում։ Իսպանիայի Անդալուսիա քաղաքում շոկի ալիքի ֆոնին մոլեգնում է տարածաշրջանի պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհը։ Տեղական իշխանությունները հայտնել են 12 զոհի մասին, վիրավորների թիվը անհայտ է։ Կան լուրջ այրվածքներով հոսպիտալացվածներ։ Եվրոպական երկրներում տառապում են ռեկորդային շոկից։ Գերմանիայում արդեն 5000 մարդ է մահացել, Ֆրանսիայում բռնկվել է ավելի քան 300 հրդեհ, իսկ Գոլֆեշ ատոմակայանի ռեակտորը փակվել է ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով։ Կուբայի մայրաքաղաքը մեկ շաբաթ է մնացել է առանց էլեկտրականության։ ԱՄՆ վարչակազմը խիստ սակագներ եւ պատժամիջոցներ է սահմանել ցանկացած երկրի կամ ընկերության նկատմամբ, որը նավթ է վաճառում կամ փոխադրում Կուբա, ինչի հետևանքով էլ մայրաքաղաք Հավանան եւ ողջ երկիրը մոտ 10 միլիոն մարդ մնացել են գրեթե առանց հոսանքի։ Այս ճգնաժամը կատվածար է արել տրանսպորտը, անգամ հիվանդանոցների աշխատանքը, սիպելով հետաձգել հազարավոր վիրահատություններ։ Նմանատիպ սահմանափակումների հետևանքով ամիսների ընթացքում Կուբայի ափերին հաջողվել է հասնել միայն եզակի նավթատար նավերի, օրինակ Ռուսաստանից, ինչը չի բավարարում երկրի պահանջարկը։ Կուբայի էներգետիկ համակարգի օպերատորը սկսել է վերականգնողական աշխատանքները եւ վառելիքի պակասի պայմաններում գործարկել է վթարային միկրոհամակարգեր, հիվանդանոցներն ու կենսական կարևոր օբյեկտները սպասարկելու համար։